Ողջույն, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, զրուցակիցս Հայաստանի Հանրապետության Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարե Սինանյանն է։ Բարև ձեզ։ Պարոն Սինանյան, դուք ասուլիս տվեցիք, անդրադարձաք տարբեր թեմաների, ամփոփեցիք 2025 թվականը եւ բնականաբար առաջնային ուշադրության թեմաներից մեկն էին տարբեր աշխարհագրություններով թեժ կետերը եւ մեր հայրենակիցների կացությունը, իրավիճակը եւ նաեւ դրանից էլ սկսենք ձեր դիտարկումներից մեկը նաեւ ես հանդիպեցի քննադատությունների արժանացել, դուք նշեցիք, որ անհանգստացնող է Իրանի հայ համայնքի հետ կապ հաստատել չի հաջողվում, հա։ Օրինակ տարբեր մեկնաբանություններ կային, որ սա ընդհանուր կառավարման համակարգի Հայաստանի Հանրապետության բացերի մասին է խոսում, հա, երբ օրինակ պետք է գործեր ներքին գործերի նախարարությունը, ազգային անվտանգության ծառայությունը, անվտանգության խորհուրդը, գուցե պաշտպանության նախարարությունը եւ այլն, եւ արդեն դուք էլ ձեր մասով, ձեր պրոֆիլով ունենայիք տեղեկություններ, կապի հնարավորություն եւ պլանավորած քայլ, ճանապարհային քարտեզ։ Նախ սկսենք, թե եթե դուք ընդունում եք այս քննադատությունը, ինչու է այդպես։ Անկեղծ ասած, այդ ոգով մենք պետք է նաև լինեինք ծովից ծով Հայաստան, պետք է լինեինք աշխարհի ամենահզոր պետություն, ամենամեծ տնտեսությունով, ամենահզոր բանակով ու ամենահզոր, չգիտեմ, անվտանգային կառույցներով, բայց այդպես չի։ Եվ ճիշտ ասած չեմ հասկանում, լսել եմ այդ քննադատությունը, գիտեմ կոնկրետ ով է արել, բայց մի տեսակ լուրջ չի, որովհետև ունենք այն ինչ որ ունենք, այսինքն մենք այն Հայաստանն ենք, որն ենք, իրականում մեր պետականությունը իր կայացման սկզբնական փուլում է։ Անկեղծ, եկեք ընդունենք, որ վերջին 8 տարվա ընթացքում լուրջ գործընթացները նոր են սկսվել, որ կայանան պետական համակարգեր եւ մարմիններ, որոնք իրագործում են իրենց համապատասխան ֆունկցիաները։ Մինչև այդ եղել է մի հատ լավ ֆասադ, ֆասադի հետև եղել է ոչ մի բովանդակություն։ Հիմա ունենք այն ինչ որ ունենք եւ այս պայմաններում հիմա փաստն է որ կապ չունենք Իրանի մեր հայրենակիցներով, ես իհարկե ցոր երեք երեկոյվա տվյալներով եմ ասում եւ դեսպանատան հետ էր կապը խաթարվել։ Մեր դեսպանը գիտեմ որ երեք վերադարձավ Թեհրան եւ շատ կուզեմ հիմա կապնվել, եթե հնարավոր լինի եւ հասկանալ թե տեղում ինչ է տեղի ունենում, բայց միայն այնպես չի որ մենակ մենք կապ չունենք, ոչ ոք կապ չունի Իրանի հետ։ Մարդիկ ինչ որ բաներ են առաջարկում, ասում են դե եթե մենք այնտեղ Starlink ունենայինք, չգիտեմ, դե եթե ունենայինք, այո, եւ հələ հարցը օրինակ մենք կարող ենք այնտեղ Իրանի իշխանություններից անկախ տեղում Starlink ունենալ։ Շատ հարցեր կան իրականում, շատ հարցեր կան, բայց ունենք այն ինչ որ ունենք։ Հետեւաբար որ ասենք դե մեր անվտանգային կառույցները պետք է այս ամենը անեին, մենք էլ ոնց որ Սփյուռքի ուղղությամբ զուտ օգտվող օղակ լինեինք, ասում եմ իդեալական պայմաններում շատ բաներ տարբեր պետք է լինեին, բայց ունենք այն ինչ որ ունենք։ Իսկ հիմնականում ինչ որ պլանավորած սցենարներ եւ այլն, այսինքն չգիտեմ, թեկուզ մարդկանց տարհանում, հա, ասում էին նաեւ ինչու օրինակ Թուրքիայի հետ Հայաստանը այս հարցով չի աշխատում, չգիտեմ, եթե աշխատում։ Անկեղծ չգիտեմ աշխատում են թե ոչ, տեղյակ չեմ նման ինֆորմացիայի մասին, գիտեք որ Թուրքիայի հետ կա ինչ որ երկխոսության մի մակարդակ, բայց այնպես չի որ մենք գործընկերային բարեկամական լիակատար այսպես պետություն երկկողմանի ինչ որ հարաբերություններ ունենք, փորձում ենք դա հաստատել, բայց այն սցենարը որ առաջարկվում է կամ որ դուք նոր առաջարկեցիք, դա խոսում է այսպես ավելի խորը, ավելի գործընկերային եւ մոտ հարաբերության մասին, որը բնական է Թուրքիայի հետ չունենք։ Տարհանման այդպես ծայրահեղ իրավիճակների հետ կապված կրկնում եմ ինֆորմացիոն վակուումի պայմաններում դժվար է նման բան պլանավորել, ծրագրավորել, նաեւ մի բան հիշենք, որ Իրանը հանդիսանում է մեզ բարեկամ պետություն, մեր բարեկամ հարևանն է, մենք ուզում ենք Իրանում տեսնել կայուն իրավիճակ, կարծում եմ հայ ժողովուրդը ուզում է որպեսզի Իրանի ժողովուրդը լավ ապրի եւ մենք ունենանք լավ հարևան, լավ կենցաղային պայմաններով, որի հետ կարող ենք ունենալ այսպես ամբողջ սպեկտրը հարաբերությունների առողջ եւ բարձր մակարդակի վրա։ Հետեւաբար իրենց այդ նեղ պայն միանգամից խոսել ինչ որ արտակարգ քայլերի մասին, իմ կարծիքով մի քիչ վաղաժամկետ է։ Մենք գիտենք, որ ընդհանուր առմամբ ինչ է պատկերը, որ Իրանում տեղի են ունենում այսպես դժգոհության դրսևորումներ, ժողովրդական շարժում կա։ Եվ գիտենք, որ մեր հայրենակիցները մեծամասամբ
փորձում են անվտանգ լինել, տներում են մնում եւ փորձում են շատ դուրս չգալ հասկանալի պատճառներով եւ հասկանում ենք, որ այնտեղ ներքին լուրջ խմորումներ կան, սա գիտենք եւ դրանից ավելի այսպես տակտիկական մակարդակի ինֆորմացիա ամենայն դեպս մենք չունենք եւ չենք կարողացել դեռ ստանալ։ Շատ լավ, պարոն Սինյանյան, եթե 2025 հա ամփոփենք գործունեության տեսանկյունից, այսինքն ընդհանրական ինչպիսին այն կբնորոշեք ու կփորձենք դա բաղդատել, ածանցվելով ներհայաստանյան եւ Հայաստանի արտաքին առաջնահերթությունների տրամաբանությունից, հա։ Այսօր հարցի ամենախորքային եւ արմատական մասն է։ Ինչ է տեղի ունենում եւ ինչ է տեղի ունեցել 25 թվականի ընթացքում։ Ու այս հարցին պատասխանելու համար ես պետք է վերադառնամ 2018 թվականը։ Ինչ է տեղի ունեցել 18 թվականին տեղի ունեցել ժողովրդական թավշյա ոչ բռնի հեղափոխություն, որը իր հետևից բերել է լուրջ վերափոխումների մի ամբողջ գործընթացի սկիզբ եւ այդ հեղափոխությունը տեղի ունեցավ շատ օբյեկտիվ պատճառներով, որտեղ տեղում բնակվող հայ ժողովուրդը այն զանգվածը, որը չուզեց հեռանալ երկրից, այլ մնալ եւ իր համար արժանապատիվ ապագա ստեղծել իր հայրենի հողի վրա, ոտքի կանգնեց եւ դա իրագործեց։ Ցավոք այդ նույն հեղափոխությունը տեղի չունեցավ Սփյուռքում։ Այսինքն մենք զուգահեռ չենք քայլում իրար հետ 18 թվականից հետո։ Հիմա կարելի ասել որ մինչև 18-ն էլ զուգահեռ չենք քայլել, բայց գոնե ռետորիկան, այսպես լոզունգային մակարդակի վրա զուգահեռ են եղել Սփյուռքի եւ Հայաստանի միջև։ 18 թվականից հետո այդպես չի, որովհետեւ Սփյուռքն էլ հեղափոխության մեծ կարիք է ունեցել, ունի մինչև հիմա, մտային հեղափոխության, այսպես կառուցվածքային հեղափոխության եւ դա տեղի չունեցավ 18 թվականին, ընդհակառակը օրինակ ինստիտուցիոնալ կառույցները Սփյուռքի մի մասը գոնե ես չեմ ուզում բոլորին ասել բոլորը, որովհետեւ այնտեղ շատ կառույցներ կան, որոնք առաջին իսկ վայրկյանից ողջունեցին հեղափոխությունը, ողջունեցին վերափոխման գործընթացը, այն ինստիտուցիոնալ ամենամեծ կառույցները ի սկզբանե լավագույն դեպքում չհասկացան թե ինչ է տեղի ունենում Հայաստանում եւ ինչու է դա տեղի ունենում, իսկ վատթարագույն դեպքում այդ իսկ օրվանից հակառակվեցին Հայաստանի ժողովրդի ընտրած ուղուն։ Եվ մենք այսօր տեսնում ենք դրա հետևանքները։ Դրա հետևանքներին իհարկե ավելացավ նաև 44-օրյա պատերազմի հետևանքները, դրան ավելացան նաև եւ սրանք բոլորը կապված են, սրանք բոլորը մեր կողմից Հայաստանի տեսանկյունից հստակ է, որ սա մի շղթա է, ինչ որ տեղի ունեցավ Հայաստանում, Արցախում, Լեռնային Ղարաբաղի հայաթափում եւ այլն։ Բայց Սփյուռքում դրանք բոլորը sense նոր ցնցումներ էին, որոնք հնարավորություն եւ տեղ տվեցին հակապետական ուժերի համար այդ ռեգրեսիվ հին նաև հին կառույցների հետ կապված եւ հայաստանյան եւ ոչ հայաստանյան կառույցների համար, որովհետեւ նրանք լրիվ թերի ձևով մեկնաբանեն եւ բացատրեն իրականությունը հայաստանյան եւ մարդկանց համար ստեղծեն տոքսիկ իրավիճակ Հայաստանի նկատմամբ։ Մասնակիորեն դա հաջողվեց, մասնակիորեն չի հաջողվել։ Այսինքն այն մարդիկ, որոնք ավելի մեծ ֆիզիկական կոնտակտ ունեն Հայաստանի հետ եւ այդ ֆիզիկական կոնտակտը շատ տարբեր ձևերով կարող է դրսեւորվել, այցելությունից ընդհանուր մինչև ասենք բարեկամ ունենալը կամ ներդրում անելը կամ չգիտեմ ինչ որ ծրագրեր իրագործելը, այդ խավը իհարկե շատ ավելի հստակորեն հասկացավ ինչ է տեղի ունենում եւ նաեւ բավական օբյեկտիվորեն է գնահատում հայաստանյան զարգացումները, իսկ այն խավը, որը կամ կապված է նախորդ ռեժիմի հետ, կամ այդ այսպես ասած ինստիտուցիոնալ կառույցներից է, որը օրինակ ասենք կտրիչա կենտրոն է, տենց կառույց կա, լուրջ կառույց կա մի հատ շատ մեծ համահայկական, որը երթվում է այդ մարդու անունով, որը ցնցիչ է, բարձրապես ցնցիչ է, զարմանում ես, ասում ես հասուն մարդիկ, լավ կրթություն ստացած, զարգացած, աշխարհի հետ կապված, այսպես ասած, ու արի ու տես նրանք մինչև վերջին ատամը փորձում են պաշտպանել այս անձին, որը ընդհանրապես մի անձ է, որը կործանարար ազդեցություն ունի մեր եկեղեցու վրա։
Հիմա մենք կգանք նաև դրա ազդեցությունները Սփյուռքում կամ անկալումները թե ինչպիսին են, երբ դուք նշում եք, որ տարբեր, եթե իհարկե մենք խոսում ենք ինստիտուցիոնալ ինչ-որ կառույցների մասին, հա, եւ նրանց դերակատարման մասին, որոնք կարողացան գուցե մասնակի տոքսիկ միջավայր ձևավորել Հայաստանում տեղի ունեցողին վերաբերյալ, ձևավորեցին ինչ-որ պատկերացումներ, ընկալումներ եւ հաշտ չեն, ինչպես դուք նշեցիք, այն ընտրությանը, որը կատարել է Հայաստանի Հանրապետությունը, բայց դա պետք է որոշակիորեն բացատրություն չէ ունենա, թե ինչու, որովհետև դա այսպես ուղղակի չի լինում։ Իհարկե, միանշանակ դա շատ խորքային բացատրություններ ունի։ Տեսեք, կար մի ստատուս քվո եւ հարաբերությունների այսպես մոդուս ձևաչափ, որը դարձել էր ընդունելի Սփյուռքի համար եւ գիտեք ինչ էր, ամենակիչ ռիսկային, ամենակիչ այսպես մտային ինտելեկտուալ ներդրում պահանջող ձևաչափներ։ Դա այն Հայաստան, Սփյուռք, Արցախ, երամասնություն, լոզունգային այսպես մենք հայրենիք դրոշ թափ տալ եւ բան եւ այլն, ամենահզոր բանակ, ամենահզոր երկիր, այս ցնորքներ, որը բացարձակ կտրված էր հայկական իրականությունից, որը ընդհակառակ, այսինքն այն իրականությունը, որը Սփյուռքին էլ հայտնի պիտի լիներ, ինչու պիտի հայտնի լիներ, որովհետեւ այդ իրենց բնութագրած Հայաստանից ու Լեռնային Ղարաբաղից 100,000-ով, միլիոնով մարդիկ չպետք է հեռանային, եթե իրենց ասածը ճշմարտություն էր։ Բայց իրենք այդ ամենը անտեսելով, պարզապես որտեղ ասում եմ, տենց քիչ ներդրում պահանջող ձևաչափ էր, էլի, հա, էմոցիոնալ մակարդակի, ոչ մի պատասխանատվություն կրել, ոչ մի բացարձակ այդ ամենի համար։ Ու դա բոլորին դուր էր գալիս։ Հետո կար մի ուրիշ բան, ասենք, այդ մեկ այլ ինստիտուտ առաքելական եկեղեցին Սփյուռքի մի մեծ զանգվածի այդ ինստիտուցիոնալ, որ ասում եմ, ինչի է կարևոր, որովհետև սա այսպես հին Սփյուռքն է ավելի շատ եւ նրանք հիմնականում Օսմանյան կայսրության հայկական միլեթի, իսկ հայկական էլ չէ, որտեղ հայկական եմ ասում, դա ստացվում է ազգային միլեթ է, չէ, ազգային չի, կրոնական միլեթ է։ Հայ առաքելական եկեղեցի միլեթի, որտեղ գիտեք, թուրքերը չէին ճանաչում ազգեր, կային կրոնական փոքրամասնություններ, կար 3-4 միլեթ, այնտեղ կար իսլամ միլեթը, կար հունական միլեթը եւ կար հայրաքելական եկեղեցու միլեթը։ Մենք ընդամենը կրոնական խումբ էինք եւ պատկերացեք մոտ 500 տարի այդ Օսմանյան կայսրության ծաղկուն ժամանակը ամբողջ շրջանի ընթացքում ծաղկուն իրենց համար, ոչ թե մեր համար։ Այդ ամբողջ ընթացքում հայ մարդկանց ներշնչել էին, որ դուք եկեղեցու հետևորդներ եք, դուք ազգ չեք։ Ու դա իհարկե իր խորը նստվածքն է թողել մեր հայրենակիցների վրա։ Նրանք շարունակում են իրենց, չնայած իրենց որ այս ամենը ասում ես մի պահ տենց շոկ են ենթարկում, բայց իրենք հոգեբանորեն միլեթի վիճակում են դեռ։ Եվ ըստ այդմ իրենք պատկանում են եկեղեցուն, իրենք չեն պատկանում ազգին։ Հետևաբար այս մոլուցքը, որ փորձում ես բացատրել, ասում ես հայրենակից, քույր, եղբայր, դուք հասկանում եք, որ մեր ամենակարևոր ազգային ինստիտուտներից մեկը քաղցկեղ ունի եւ այդ քաղցկեղը կամ պիտի հեռացվի կամ քաղցկեղը կործանի օրգանիզմը, այսինքն տարական բան է ու բոլորը գիտեք ընդունում են որ քաղցկեղ կա, բայց այդ քաղցկեղի հեռացման process-ի հետ իրանք խնդրեմ ունեն։ Եվ սա է բացատրությունը։ Հետո երրորդ շերտն էլ իհարկե այնտեղ եւս մի ասենք ավանդական կառույց կա, որը շատ կոմպլեքսների մեջ է, օրինակ իրենք եղել են վտարանդի կուսակցություն, մի ժամանակ եղել են Հայաստանի կառավարությունը, չի ստացվել իրենց մոտ մեղմ ասած վտարանդի են դարձել, հետագայում անկախացումից հետո իրենց ամբողջ սկզբունքը դեպի երկիր, որ անկախանա բոլորս պետք է գնանք Հայաստան, բացարձակ չիրագործեցին, 99% այդ ճանապարհը չընտրեց։ Եվ հերիք չի դա 18 թվականից հետո էլ իրենց ժողովուրդը ամենակոպիտ ձևով հանեց եւ դուրս շպրտեց իշխանությունից եւ նրանք դա չեն ներում հայ ժողովրդին, Հայաստանի ժողովրդին չեն ներում։ Իհարկե սա վերնախավի մասին է, իրենց մեջ լիքը սթափ մարդիկ կան, որոնք իրոք sense հոգեբան տանջանքների մեջ են, փորձում են ուզում են մի մոտեցում մյուսի հետ հաշտեցնեն, որը անհնար է անել։ Հետևաբար այդ վերնախավը մնացել է այդ հոգեբանության մեջ, պլյուս այնտեղ նաև երրորդ երկրների հետ շատ հատուկ այսպես հարաբերություններ ունեն իրենք, որը իր դերն է խաղում նրանց մոտեցումների մեջ։ Այսպես մի քանի շերտեր կան, թե ինչու որոշ խավ Սփյուռքում այդ տոքսիկ մոտեցումը որդեգրեց։ Եվ
Հաշվի առնելով այն, որ Հայաստանի կարողությունները շատ սակավ են, խոսեցինք դրա մասին ամենասկզբից, որ իդեալական պայմաններում ինչ պետք է լիներ, բայց ինչ ունենք։ Հայաստանը չունի այդ ինֆորմացիոն, բարոյական պրոյեկցիայի կարողությունները, մենք չունենք մամլոեն, ցանցը, նույնիսկ կոմպետենցիան, որովհետեւ կարողանանք համապատասխան ձևով ինֆորմացիոն մակարդակով հակազդել այս տոքսիկ միջավայրի ստեղծողներին, արդյունքում ունենք այն ինչ որ ունենք Սփյուռքում։ Հիմա դա ինչ է նշանակում։ Դա չի նշանակում Սփյուռքից հրաժարվել, ձեռքերը լվանալ, նեղանալ, որ մի բան որ ես տեսնում եմ Հայաստանում, որը շատ ինձ համար պրոբլեմատիկ է, որովհետև չեմ հասկանում մարդիկ ինչքան կամ կամքից թույլ են կամ ինչքան անհեռատես են, չեն հասկանում մարդկային ռեսուրսը ամենաթանկ բանն է, որ մենք կարող ենք երբևէ ունենալ։ Այսինքն ոչ թե պետք է հիասթափվել, էժանացնել, ծիծաղի վերածել, այլ պետք է աշխատել եւ միշտ այդ ամբողջ մթնոլորտի մեջ լավը տեսնել, կենտրոնանալ լավի վրա։ Դրա համար ես անդադ այդ լավի օրինակներն եմ բերում, ասում եմ Հայաստանից դուրս են գալիս, ինչով որ հպարտանում ենք, Հայաստանի հետ կապ չունի։ Կներեք, կապ չունի։ Շարլ Ազնավուրը կապ չունի Հայաստանի հետ, կներեք։ Չգիտեմ, Թումոն Սփյուռքն է ստեղծել, ասենք ոնց են, ինչով ենք մենք ներկայանում, Արամ Խաչատրյանով ենք հպարտանում, այդ մարդը Թիֆլիզում է ծնվել, Մոսկվայում է ապրել։ Կներեք, ես էլ դաժան ճշմարտություններ եմ, որ ուզում եմ նաև կոմունիկացնել մեր էլ, ես տեղի մթնոլորտին։ Փարաջանովով ենք հպարտանում, օքեյ, Փարաջանովը էլի Թիֆլիզում է ծնվել ու Ուկրաինայում ստեղծագործել։ Ում անունը 10 կամ նույնիսկ հասարակ բան, այսօր այդ մեծ ներդրումները Հայաստանում արվում են, չգիտեմ, Nvidia-ի կես միլիարդանոց, ում շնորհիվ է, այսինքն կներեք, ում շնորհիվ է։ Մի քանի մատների վրա հաշված սփյուռքահայերի շնորհիվ։ Ռևլի Պարիցյան, Արզումանյանը եւ ասենք Նուբարաֆյանը ինչ որ չափով, այս մարդիկ են սա գոյացրել։ Հիմա եկեք կենտրոնանք այս դրական բաների մասին վրա եւ մտածենք ոնց անենք, որպեսզի դա կրկնապատկենք, դա դարձնենք ստանդարտը։ Եվ ոչ թե այն մարդիկ, որոնք ասենք վարչապետի այցի ժամանակ կամ չգիտեմ պետական պաշտոնյաների այցի ժամանակ կամ իմ ժամանակ, ասենք խուլիգանական ինչ որ ակտեր են իրագործում, իրանց լավ են զգում, այդ պահին իրանք 15 րոպեով իրանց մեծ հայրենասեր են համարում, որը ցավալի է, այսինքն եթե դա է իրանց հայրենասիրության ստանդարտը։ Այն երիտասարդներին, որոնք բանակի ծառայելու տարիքի են, բայց ասենք հավաքվում են տենց խրոխտ ձևով գնում են ինչ որ դեսպանի դեմ Կանադայի ինչ որ ակտ են անցկացնում ու իրանց ուժեղ հայրենասեր են համարում։ Ուտեղ այդ դեսպանը կին, դեսպանը ասում է, չեք ամաչում, ասում, բա ինչի խրամատներում չեք։ Կանգնել եք տենց բոյով բուսաթով բոլորդ հայրենասիրությունից եք խոսում։ Չկենտրոնանանք դրա վրա, հասկանանք թե ինչպես այդ մարդկանց վերափոխենք, ասենք դուք լավ օրինակներ ունեք, էլի եղեք Արամ Խաչատրյանի նման, եղեք Ռազմիկ Հովակիմյանի նման, եղեք չգիտեմ Ռևլի Պարիցյանի նման, եղեք Շարլ Ազնավուրի նման, եթե ուզում եք դրսում դրսևորվել որպես կամ կայանալ որպես հայրենասերներ։ Իսկ Բասյան, մենք փոքրից չենք ծայրահեղացնում, երբ ուզում ենք այդ այսպես համընդհանուր ընկալումը կամ մոտեցումը այդպեսին լինի։ Թող լինի բազմազան, թող մեկը ապրել սովորեցնի, թող մեկը ստեղծագործի, այն մյուսը մի ուրիշ բան անի, հա, միանշանակ, իհարկե Հայաստանի պես, ասենք, առողջ մթնոլորտ է դա, որ լինեն բազմաթիվ տարբեր տեսանկյուններ, բայց խնդիրը նրանում է, որ այդ ինստիտուցիոնալ կառույցները բոլորը այդ մի դաշտում են համարյա, էլի, ասենք, կներեք, դի ասեմ, Ռամկավար ազատական կուսակցությունը կամ Հնչակյան կուսակցությունը այդ դաշտում չեն, նրանք պետության հետ են, պետության կողքին են կանգնած եւ փոքր կազմակերպությունների, ասենք, հասարակական կազմակերպությունների, առողջապահական կազմակերպությունների, չգիտեմ, բարեգործական կազմակերպությունների ջախջախիչ մեծամասնությունը առողջ դաշտում են, նրանք կենտրոնանում են դրական ինչ-որ փոփոխություն իրենց չափով, իրենց հնարավորությունների սահմաններում դրական փոփոխություն բերելու վրա, բայց այդ մեծերը բավական կարծր ձևով մխրճված են իրենց հին դիրքերի վրա եւ չեն ուզում մեր հետ մտնենք 21-րդ դար, չեն կարողանում, բայց ես իրենց հավաստիացնեմ, իրենց էլ եմ ասում, հաճախ դուրները չի գալու, մենք որոշել ենք, որ ունենալու ենք պետություն, մենք ամեն ինչ անելու ենք, որ մենք մնանք որպես պետություն, մեր ազգը ունենա իր ազգային պետությունը, սիրելով, հարգելով մեր երկրում ապրող մեր բոլոր ոչ հայ հայրենակիցներին, բայց մենք մնալու ենք, մենք մտադիր ենք ունենալ կոնսոլիդացված պետություն, որտեղ որևէ կառույց ինչ ձևի կառուցել ուզում է լինի, իրեն վեր չդասի պետությունից, ոնց որ հիմա մի հատ կառույցի ղեկավարություն փորձում է անել, եւ իրենք պետք է փոխվեն։ Մենք այո, անընդհատ երկխոսության
կոչ ենք անում, ձեռք ենք մեկնում, բոլոր ջանքերը գործադրում ենք, բայց իրենք չեն կարող Հայաստանի ժողովրդի ընտրության դեմ գնալ։ Իսկ նման մոտեցումների կամ պատկերացումների, ընկալումների ձևավորմանը ըստ ինչ որ արտաքին գործոններ, հա, նպաստում են, ազդեցություն ունեն, այսինքն նկատի ունեմ շատ հաճախ օրինակ երբ մենք անգամ ներհայաստանյան տարբեր հարցեր երբ քննարկում ենք, մենք գալիս մեկ էլ հասնում ենք դրա արտաքին ազդեցությունների կամ արտաքին բաղադրիչների վրա, հա, օրինակ նույն եկեղեցու վերնախավի հետ կապված հարցերում, Արցախյան հիմնախնդրում, ասենք զգայուն թեմաների մասին երբ խոսում ենք, կամ Հայաստանի Հանրապետությունը դուք ինքներդ նշեցիք, թե մենք հիմա ենք պետականությունը կերտում։ Անկամ այս հարցում, հա, այստեղ էլի կա արտաքին գործոնը բնականաբար։ Ներհայաստանյանում կա, Սփյուռքում դա կա եւ եթե կա, ապա որոնք են հիմնական ուղղությունները եւ գուցե նաեւ այստեղից է գալիս, եթե մենք կարող ենք խոսել, իհարկե սա ուսումնասիրության գուցե թեմա է, ներսում եւ դրսում միմյանց մասին ընկալումների եւ պատկերացումների մասին։ Դե տեսեք, ձեր հարցի մեջ պատասխանը արդեն ներառված էր, որովհետեւ Սփյուռքում հակահայաստանյան ռետորիկա, հակահայաստանյան ինֆորմացիա մեկնաբանություն չի գեներացվում։ Պարզապես այն կառույցները, այն անհատները, որի մասին մենք նոր խոսում էինք, իրենք վերցնում են հայաստանյան իրենց զուգահեռ դաշտի, իրենց քույր կառույցների ռետորիկան, ապա պետական, ապա ազգային եւ պարզապես կրկնօրինակում են եւ մատուցում են Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներին։ Հետեւաբար պատասխանը այն է, որ այն օտարազգի կամ այլ պետությունների ազդեցությունը, որը ուղղակիորեն գոյություն ունի Հայաստանում, բոլորս գիտենք ով են, կրկնվում է Սփյուռքում։ Ունտեղ մի հատ էլի անբացատրելի մի ֆենոմեն կա, որ այդ կոնկրետ մի կուսակցություն որ կա, այդ կուսակցությունը, ասենք, չգիտեմ, այդ բլոգերների կամ ռուսական պաշտոնյաների ռետորիկան լրիվ կրկնօրինակելով ներկայացնում, ասենք, ամերիկյան միջավայրում։ Շոկային է, ասենք, մարդը նստած է Վաշինգտոնում աշխատում է հայկական լոբիստական կառույցի ղեկավար որպես։ Ու ինքը կրկնօրինակում է Ռուսաստանի արտգործնախարարի խոսնակի ռետորիկան։ Ցնցիչ է։ Ու ասենք, ինչ տեղի ունենում Լեռնային Ղարաբաղում Հայաստանի սահմաններին մեղադրում է առաջին հերթին, ասենք, Հայաստանի կառավարությանը, Ամերիկայի կառավարությանը ու այն մի երրորդ երկրի մասին ոչ մի ծպտուն։ Սա բացահայտ է, ակներև է եւ նես չի, որ մեր հայրենակիցներն Սփյուռքում հասկացողներ էլի չեն տեսնում ու չեն իրենց մոտ էլ չի դա առաջացնում մեծ տարակուսանք։ Ես օրինակ գիտեմ նման պոստերից հետո որ շատ ազդեցիկ օրինակ Ամերիկայից զանգում են այդ մարդկանց, ասում են լավ, բայց կարող է խելքներդ գցել եք, ասենք, ո՞նց էլի, ո՞նց եք անում, բայց սենց մի ֆենոմեն կա, որ մարդիկ արևմտյան Սփյուռքում ապրելով, վայելելով արևմտյան քաղաքակրթության բոլոր բարիքները առաջ են տանում մի երրորդ պետության պրոպագանդա, որտեղ իրենք երբեք չէին ապրի ու այն փաստ որ չեն ապրում ինքնին շատ բան է ասում։ Այո, դա այսպես ասենք, դիլեմաներից մեկն է մեր իրականության։ Պարոն Սինյան, դուք նշեցիք նախ մենք խնդիր ունենք կամ չունենք, հա, այդ ցանցային հաղորդակցության միջոցները, որ կարող ենք խլեցնել կամ հավասարակշռել ապատեղեկատվությունը կամ մանիպուլատիվ տեղեկությունները, հա, կամ տրանսֆորմացված տեղեկությունները։ Եվ ասացիք, որ այն ազդեցությունները որոնք կան Հայաստանում եւ որոնք գեներացվում են ներհայաստանյան անձերի, կառույցների եւ կազմակերպությունների կողմից, դրանք նաեւ արտահայտվում են Սփյուռքում, հա, ուրեմն խնդիրը Հայաստանի ներսում է։ Միշտ։ Հա, այստեղ լուծման ինչ առաջարկներ եք տեսնում, հնարավորություններ եք տեսնում, որովհետեւ նախ ընդհանուր եթե կառավարությանը հա վերցնենք, միանշանակ չի ընկալումը կամ վերաբերմունքը մոտեցմանը, որ մենք ժողովրդավար ենք եւ թող բոլորը արտահայտվեն, ժողովուրդն էլ շատ լավ թացը չորից տարբերակում է, բայց դրա հիմքում մենք ունենում ենք բազմաթիվ խնդիրներ, այդ թվում եւ խնդիրներ դրանք ոչ թե զուտ այսպես իրավիճակային, այլ ռեալ ազդեցություն թողնող, հա, այդ թվում նաեւ որոնք արտահայտվում են հենց Սփյուռքում։ Հետեւաբար, այստեղ ներսում ինչ հնարավորություններ կա այդ միջավայրի փոփոխության, որը գուցե նաեւ, ինչպես այս դեպքում բացասական, հակառակի դեպքում որոշակի դրական ազդեցություն կամ արտացոլանք կունենա հենց Սփյուռքում։
Շատ լավ հարց եք տալիս, դրա պատասխանը իհարկե շատ բարդ է։ Նորից վերադառնում ենք այն հարցին, որ մեր պետական համակարգերը կայացման փուլում են ու կարելի ասել սկզբնական փուլում են ըստ իմ գնահատանքի։ Եվ դա արտահայտվում է այն որակի, ասենք, հակազդեցության, որը մենք կարողանում ենք ցուցաբերել այդ ներքին գեներացված հակապետական ամբողջ ռետորիկա քաղաքականությանը եւ դրա կրկնօրինակմանը Սփյուռքում։ Նոր ձեր մոտ ստուդիա գալուց առաջ մեր հայաստանյան վերլուծաբաններից մեկի պոստն էի նայում, որի տակ նա կցել էր մի հատ screenshot, թե ինչպես Սոլովյովի այս հայտնի հայտարարությունից հետո մարդիկ որոշ ռուսական անուններով ռուսական լատինատար գրած ասում էին ուշանում եք, շուտ եկեք կամ գնացեք, ուշ է, սպասում ենք ձեզ։ Օրինակ, տեսեք, ես օրինակ այդ մարդկանց արգելել, որ Հայաստան մտնեն, ես դրան դեմ եմ։ Ես կողմ եմ, որ նման մարդկանց գան Հայաստան, տեղում ձերբակալենք։ Ով որ կոչ է արել մեր պետության դեմ ագրեսիայի կամ աջակցում է դրան, իրենցով դիզբաղվեն մեր անվտանգային կառույցները։ Եթե քաղաքացի են, պետք է լինեն համապատասխան իրավական հետևանքներ։ Եթե քաղաքացի չեն, իրենց դեմ պետք է լինեն համապատասխան իրավական հետևանքներ, այսինքն դրանք տարբեր կատեգորիաներ են, բայց դա հանդուրժել չի կարելի, որովհետև սա արդեն լրիվ բոլոր չափները անցել են։ Ով են այս մարդիկ։ Հիմա կարող եք գիտեք մի քիչ ուսումնասիրեն մեր անվտանգային կառույցները, պարզել որ նրանք, չգիտեմ, Նովի Վասյուկիում ապրող ինչ որ մարդիկ են, որոնց ասենք չարժի էլ նույնիսկ շատ ուշադրություն դարձնել, բայց կարող են նաև մարդիկ, որոնք Հայաստանում են բնակվում, այդ ձևի, որը այլ պետությանը կոչ անում հարձակվել Հայաստանի եւ հատուկ ռազմական օպերացիա անցկացնել, այդ մարդիկ պիտի կրեն իրավական պատասխանատվություն։ Իրենց պետք է առնվազն ինչ որ ռեաբիլիտացիոն ծրագրի մեջ մտցնել եւ մեջներից այդ ապապետականությունը հանել, որը այդ ապապետականությունը վերջին 1000 տարվա մեր պատմության հետևանքն է։ Կամ սրան զուգահեռ նաև ասում եք ինչ պիտի Հայաստանի։ Տեսեք, մենք օրինակ Լոս Անջելեսում, որքան գիտեմ, վերջին 1.5 տարին հեռարձակվում է ՀՄԵԿ-ը, որպես նաև ինչ որ չափով հակակշիռ այն ամբողջ պլեյադայի հակահայկական հակահայաստանյան, որը այնտեղ գործում է։ Բայց ես չեմ կարծում դա ճիշտ մոտեցում է։ Դա էլի հնամաշ, հնաոճ, իրականությունը չհասկանալու հետևանք է։ Լոս Անջելեսում, ոչ միայն Լոս Անջելեսում, ամբողջ Ամերիկան պետք է գործի անգլիախոս հայկական նորությունների մի ալիք, անգլիախոս, որովհետև կներեք 10 տարուց այն սերունդը, որ հայախոսեր ընդհանրապես համարյա չի լինելու, 20 տարուց չի լինելու, ու մենք պիտի կենտրոնանանք եղած սերունդների եւ ապագա սերունդների վրա, մանավանդ երիտասարդության վրա, իսկ իրենց հետ կոմունիկացվելու լեզուն անգլերենը պետք է լինի։ Հիմա օրինակ եմ բերում ամերիկան, ասենք կարող ենք նույնը ասել Ֆրանսիայի մասին։ Եվ այդ նորությունները պետք է անգլիախոս, ոչ թե Հայաստանի անգլիախոս, այլ native speaker, անգլերեն իմացող մարդիկ այնց մատուցեն, որ այդ մարդիկ կարողանան հարաբերվել այդ անգլիախոսները կարողանան ընկալել որպես իրենց հարազատ ինֆորմացիա։ Ու այդպես պետք է հակադարձել, այսինքն ու պետք չի սահմանափակվել, չգիտեմ, Լոս Անջելեսով, պետք է դա անել ամբողջ Ամերիկայի հայության համար։ Եվ նման քայլեր, հետեւաբար, այո, կարող է պետությունը շատ բան անել, բայց կրկնում եմ, սա էլ կապված է արդեն պետության կարողությունների հետ։ Հիմա որ մեկը անի այս պետությունը։ Պաշտպանական շրջաններ կառուցի, բանակը ռեֆորմի ենթարկի, զենք գնի, զինվորականների նոր հանդերձանք ապահովի, կրթության ռեֆորմանի, մանկապարտեզ դպրոցները վերակառուցի, որոնք անմխիթար վիճակում են, ճանապարհները կառուցի, առողջապահական ռեֆորմանի, որ մեկը անի այս պետությունը իր համեմատաբար սահմանափակ ռեսուրսներով։ Հետևաբար այդ օբյեկտիվ պահը կա, չենք կարող դրան ուրանալ, որ իրոք շատ մեծ է բեռը կառավարության վրա եւ կառավարությունը փորձում է իր հնարավորությունների սահմանում լավագույնն անել։ Պարոն Սինյանյան, եկեղեցու թեմայի շուրջ դա ինչ որ կոնկրետ վառ ընդգծված արտահայտություն գտնում է Սփյուռքում, այսինքն այնպիսի բացասական իմաստով, օրինակ, եթե հիշենք Արամ Առաջինին, նա նշում էր, որ այս ամենը երկպառակություն է բերում, այդ թվում նաև Սփյուռքում եւ այլն կոչեր անում, որպեսզի հայ առաքելական եկեղեցուց պառակտված մի եկեղեցու ղեկավար խոսում է համահայկական միասնության մասին։ Լավ։ Տեսեք, ասեմ թե ինչն է նույնը Սփյուռքում, որ նույնն է Հայաստանում։ Չկա որևէ մեկը, որը պաշտպանի։ Ես մի մարդու գիտեի, այդ մարդը հիմա այլևս այդ մեծ կառույցի ղեկավար չի։ Հիմա չկա որևէ մեկը, որ ասի, չէ, գիտեք, Կտիշ Ներսիսյանը մեծատարով հոգևոր հայր էր եւ
ժողովրդին սիրում էր, ժողովրդն է իրան է սիրում։ Չկա տենց մարդ։ Բոլորը ասում են դե հա գիտենք բոլորս։ Այսինքն բոլորը ընդունում են իրականությունը, բայց այդ իրականությունից բխող հաջորդ քայլերը չեն ուզում ընդունել։ Սա է տարբերությունը, որ հասկանալով հանդերձ, որ լուրջ ճգնաժամ կա եկեղեցական վերնախավում, որը ազդում է մեր ամբողջ հասարակության վրա, իրենք չեն ընդունում, որ այդ հարցը լուծելու ձևը վիրահատական միջոցներն են։ Ամենամեծ տարբերությունը մեր եւ Սփյուռքի այդ ինստիտուցիոնալ կառույցների միջև սա է։ Կրկնում, չկա մեկը, որ վեր կենա ասի, գիտեք, ես ինչ եք ասում, այս մարդը սրբոց սուրբն է, ոնց կարելի է sense բաներ ասել։ Կամ այդ մյուսներին, այդ արշակ-մարշակ դրանց մասին, որ ասում ես, ով որ հետները շփվել, ասում են, ահա որ երևույթներ, այսինքն քրեական աշխարհի ներկայացուցիչներ, խուլիգան, իրանք են ասում, հասկանում եք, բայց որ ասում ես եւ ինչ եք կարծում, ճիշտ չի որ այդտեղ դիսոնանս առաջանում, իրենք ասում են, չէ, բայց ոնց կլինի, սա հարված է եկեղեցուն, ասում ես, չէ, հարված չէ, սա եկեղեցին բուժելու, առողջացնելու, ժողովրդին վերադարձնելու, եկեղեցին ժողովրդին վերադարձնելու եւ ժողովրդին եկեղեցի վերադարձնելու միակ ձևն է, այս պայն միակ ձևն է, այդտեղ իրենք չեն կարողանում ընդունել այդ փաստը։ Գուցե այստեղ կա որոշակի մենթալ հարց, խնդիր, որը գուցե մեզ որպես շատ ընդլայնված, ասեմ, հասարակություն բավականին բնորոշ է, այդ արտաքինից թող ամեն ինչ լավ լինի, ներկայանալի լինի, բայց ներսում բովանդակություն կա չկա, դե դա արդեն ոչինչ, հա, այսպես էլ յոլա կգնանք, վաղ չի։ Այդ են ասում։ Հենց այդ արգումենտն են բերում։ Ու մեկ էլ մի արգումենտ են բերում, որը կներեք մոտս միշտ ծիծաղ է առաջացնում, ասում են, բայց շատ բան է արել եկեղեցի համար։ Ասում ես ինչ, քանի եկեղեցի է կառուցել, ասում ես, օքեյ, եթե եկեղեցի է կառուցում, բայց մարդիկ չեն ուզում եկեղեցի գնալ։ Եթե ինչ որ անշարժ գույքի գործակալություն է հայ առաքելական եկեղեցին, այդ մի հարց։ Եթե հոգևոր կառույց է, որի միակ սպառողները եւ միակ շահառուները հավատավոր ժողովուրդն է, այդ լրիվ ուրիշ հարց։ Իրենք անդադ խոսում են, ինչի մասն ասում, Ռուսաստանում դե լիքը եկեղեցիներ են կառուցել, բայց դուք գիտեք այդ եկեղեցիների կառուցման պատմությունները, չգիտեմ, հաստատ լսած կլինեք, համարյա բոլոր եկեղեցիները նույն process-ով են անցել, որ ինչ որ մի մեծահարուստ կամ համայնքը գումար է հավաքում, եկեղեցի է կառուցում, ուտեղ եկեղեցին գալիս է, ասում է, դե այս ամեն ինչը մերն է, եկեղեցին մերն է, կողքի տարածքը մերն է, ածանցյալ շենքերը մերն է, մարդիկ ասում են, ստոպ, մի րոպե, այս մեր համայնքային շենքերն են, որտեղ մենք դպրոց պետք է ունենանք, պետք է դասընթացներ ունենանք, չգիտեմ, բոլորը այս խնդրով անցել են, ու հետարքի է շատ մարդիկ, որոնք 20 տարի ասենք պայքարի մեջ են եղել կտրիչի հետ այս թեմայով, այսօր դեմ են նրան, ինչ որ պետությունը եւ Հայաստանի ժողովուրդը փորձում է անել։ Ցավոք։ Եվ Սփյուռքի մոտեցումները ինչ որ ազդեցություն կամ արձագանք գտնում են Հայաստանի արտաքին քաղաքական գործունեության վրա։ Ուզում եմ հասկանալ ձեր ընկալմամբ Սփյուռքը որքանով է ազդում Հայաստանի օրակարգերի ձևավորման վրա։ Կա այդպիսի բան գործադրում։ Այս պահին ոչ։ Եվ դա շատ վատ է, մի կողմից տեսեք, ի վերջո Հայաստանը պետություն է, որը բաղկացած է պետությունում բնակվող քաղաքացիներից։ Ինչ եմ կոնկրետ ասում պետությունում բնակվող, որովհետև պատմության բերումով մենք ունենք պետությունից դուրս բնակվող նաև մեծ թվով քաղաքացիներ, սրանք մարդիկ են հիմնականում, որոնք 91 թվականից հետո լքել են հայրենիքը շատ օբյեկտիվ պատճառներով մեծամասամբ։ Եվ ինչու իրենք պետության չեմ ասում իրենք են պետությունը նաև բաղկացուցիչմաս, որովհետև գիտեք դե պետություն քաղաքացի հարաբերությունը երկու կողմից պահանջում է ինչ որ պատասխանատվությունների շրջանակ։ Պետությունը պարզ է, պետք է ծառայություններ մատուցի, անվտանգություն մատուցի եւ ստեղծի կյանքի համար լավագույն պայմանները, որոնք հնարավոր են։ Իսկ քաղաքացին էլ պետք է ֆինանսավորի այդ ամեն ինչը, հարկեր դիմուցի, պիտի պաշտպանի երկիրը, պիտի ծառայի եւ այլն, գումարը պետք է ծախսի Հայաստանում, ներդրումները ցանկալի հիմնականում Հայաստանում անի։ Հիմա եթե մենք ունենք մեծ թվով քաղաքացիներ, որոնք դուրսն են, բայց իրենք հարկեր չեն մուծում եւ այլն, այդ հարաբերությունը խաթարվում է։ Հետեւաբար մենք ունենք այս պետությունը, այստեղ ապրում են մեր քաղաքացիները եւ Սփյուռքը ի տարբերություն 90-ականների սկզբին, երբ որ Սփյուռքից եկած ֆինանսական հոսքերը էական դեր էին խաղում Հայաստանի լինել չլինելու, Հայաստանի հաղթել չհաղթելու, Հայաստանի կյանքի մակարդակի վրա,
ու թվերը շատ հստակ են, ասում նայեք 91, 92, 93 թվականին, ասենք պետական բյուջեն $300 միլիոն էր, ինչ էր $250 միլիոն, ու այն ժամանակ ասենք $30 միլիոն ներս էր գալիս մենակ տարբեր Հայաստան հիմնադրամի միջոցով եւ այլ կառույցների միջոցով ուղղակի օրինակ պաշտպանության նախարարությունին եւ այլն։ Հիմա գումարները ոչ միայն նվազել են, այլ Հայաստանի բյուջեն, ասենք, դրա 30 անգամն է։ Հետևաբար Սփյուռքը գոնե գումարային մասով չի կարողանում ազդեցություն ունենալ կամ թելադրել, ինչպես ասենք, օրինակ Իսրայելը ոնց է, ասենք, դրսից այնքան գումար է գալիս հրեական Սփյուռքից, ուղղակիորեն եւ անուղղակիորեն, չէ, ուղղակի հենց Սփյուռքից կամ ստիպում են որ իրենց պետությունները գումար ուղղակի այնքան մեծածավալ գումարներ, որ այո, իսրայելական Սփյուռքը ոչ թե մեծ ազդեցություն ունի, այլ հսկայական ազդեցություն, Իսրայել պետությունը առանց իր Սփյուռքի արկայության, նույնիսկ այսօր, երբ որ հզոր պետություն է, չի դիմանա։ Դա օրինակելի մոդել է։ Չէ, դա շատ զգուշ պիտի արտահայտվեմ, դա մոդել է, որին պետք է ձգտել։ Ընդօրինակելի է, իրագործելի է, համոզված չեմ, որովհետև պարզապես այնտեղ դինամիկան է իրենց Սփյուռքի եւ պետության միջեւ լրիվ այլ է։ Իրենք Սփյուռքից արհեստականորեն ստեղծել են պետություն։ Դրսից ամեն ինչ ֆինանսավորել են, մարդկանց փող են տվել, որ գնան այնտեղ ապրեն, հետո զինել են, հետո տեղում օգնել են, որ կազմակերպվեն, հետո իրենց համար անվտանգային միջազգային համակարգ են ստեղծել եւ այլն։ Այդ Իսրայելը ուղղակիորեն Սփյուռքի հոգեզավակն է։ Հայաստանում դա այդպես չէ։ Հայաստանը կար Սփյուռքին զուգահեռ միշտ, ասենք 18 թվականից սկսած, եւ իրենք զուգահեռ են իրար հետ զարգացել եւ տարբեր ժամանակներում տարբեր որակի հարաբերություններ են ունեցել։ Այս տարբերությունը կա։ Ու չգիտեմ դա հաղթահարելի է թե չէ, բայց որ պետք է ձգտել լավագույն ստանդարտներին եւ ձգտել լավագույն օրինակին, դա միանշանակորեն։ Նույնիսկ եթե գիտենք, որ այդ լավագույնին չենք հասնի, ոչինչ, թող լավագույնից 2-3 աշճան ցածրին հասնենք։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն։ Զրուցակիցս Հանրապետության Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարայր Սինանյանն էր։ Մնացեք առաջինի հետ, ես Ժիրայր Ոսկանյանն եմ։